Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն նախարար, մի քանի խոսք էլ ես ասեմ, կապված գիտենք, որ արժևում ձմեռ է եւ մեր շատ հայրենակիցներ փայտով են ջեռուցում իրենց տները։ Ես լինելով Սյունիքի մարզից եւ անընդհատ շփվելով գյուղական բնակավայրի բնակիչների հետ, սենց խնդիր է առաջանում։ Նախ մենք գյուղի բնակիչներին առաջարկում ենք անտառից հավաքել թափուկը, ճիշտ է, անտառային, որը հիմնականում շատ արագ այրվող, ես մյուս կողմից հասկանում եմ բնապահպանության իմաստով, լավ կլինի, որ ընդհանրապես անտառ չմտնենք փայտ հավաքելու նպատակով, այլ օգտագործենք անտառը այլ նպատակներով, սակայն միևնույն է գյուղի բնակիչներին, գյուղերում ապրող առանձնատներում ապրող բնակիչներին չի բավարարում, եւ մեկ այլ խնդիր էլ կա, մի կողմից Սյունիքի մարզում էկոպարեկային ծառայությունը բավականին զգոն եւ խիստ վարչարությամբ ծառայություն է մատուցում եւ ամենուրեք կարող ենք տեսնել նրանց աշխատանքը շրջելով մարզում, մյուս կողմից գյուղի բնակիչներն էլ անհանգստություններ են առաջացնում, ինչի համար, տեսեք, անտառապետը չափում է փայտականակը թույլատրելի, թույլ է տալիս անտառից դուրս է գալիս, մի հատ էկոպարեկային ծառայությունն է ստուգում, մի հատ պարեկային ծառայությունն է ստուգում եւ այս վարչարությունը որոշակի անհանգստություններ է առաջացնում, սա ես հետագայի համար եմ նշում, որ գուցե մեր ոստիկանության գործընկերների հետ փորձենք նենց լուծում գտնել, որ մեկ անգամ ստուգվեց անտառից դուրս եկող մեքենան, որը բարձված է օրինական փայտով, միանգամից ճանապարհ գնան, նմանատիպ խնդիրներ էլ կան, որ քանի որ 8 մետր փայտը գյուղի բնակիչը պայմանական ձիով չի կարող մեկ օրում տանել, մի քանի օր է տանում եւ անդադ այդ վարչարության պատճառով խնդիրներ առաջանում։ Իսկ կողմից հաճելի է, որ էկոպարեկային ծառայությունը լիարժեք իր արժեվ դրված խնդիրը իրականացնում է եւ կուզենայի հայանտառ բողոքի մասով նշել, մենք տեսնում ենք, որ էկոպարեկային ծառայությունը բավականին լուրջ հագեցվածություն ունի եւ գնալով նախատեսվում է ավելի նոր տեխնոլոգիաներով նոր միջոցներ ձեռք բերել, բայց տպավորություն է, որ հայանտառ բողոքում մեծ ներդրումներ չունենք այդ իմաստով։ Մեկ երկրորդը անգամ աշխատավարձերի մասով տարբերությունը բավականին շատ է այն հայանտառի աշխատակազմի եւ էկոպարեկային ծառայողների հաշվի առնելով, որ որոշակի նմանություն կա իրենց աշխատանքի մասով անտառի հետ կապված, կարծում եմ արժի վերանայել նրանց աշխատավարձների մասը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Դանիելյան, կարծում եմ ավելի շատ դիտարկումներ, քան հարցեր էր, ես գրի արած էր դիտարկումները, բայց որպես անանդարձ նշեմ, որ նախ էկոպարեկային ծառայության եւ հայ անտառի գործառույթները արդեն էկոպարեկային ծառայության հիմնումից եւ ամբողջական ձևավորումից հետո գործառույթները պետք է լինեն տարբեր եւ կրկնություններ մենք պետքա չունենանք։ Այս պահին այս սկզբունքով աշխատանքներն իրականացում են դեռևս միայն Սյունիքի մարզում, որտեղ արդեն մենք հագեցվածության հարցեր լուծել ենք եւ ինչպես ելույթում նշեցի, մենք առաջիկայում նաեւ օրինակ խնայված միջոցների հաշվին մենք դիմել ենք կառավարություն, որպեսզի արդեն անցում կատարենք մյուս մարզերի հագեցվածության խնդիրները լուծել եւ էկոպարեկային ծառայությունը հնարավորինս շուտ ամրապնդել եւ օրենքով սահմանված իրենց գործառույթները իրականացնելու համար իրենց տրամադրել համապատասխան գործիքները առաջիկա մարզերի մասին որ նշեցի դրանք Տավուշն են, Կոտայքը, Գեղարքունիքը եւ Լորվա մարզերը նաեւ նշեցիք վարելափայտերի թափուկների մասով թափուկների հավաքման process-ը նաև սանիտարական նպատակ են հետապնդում, այսինքն մենք իրականում դեմ չենք, բայց մենք կարող ենք սահմանել յուրաքանչյուր տարի հատուկ սահմանականակ, սահմանաչափ, որի շրջանակներում կարող են մեր բնակիչները, առհասարակ քաղաքացիները հավաքել թափուկները։ Ես այս տարվա ցուցանիշները ձեզ ասեմ, օրինակ 25 թվականի հոկտեմբերի 30-ի դրությամբ մեր 17 մասնաճյուղերից մոտ 5000 շահառուի տրամադրվել է 25000 խորանարդ մետր թափուկ, սակայն մեր սահմանված վարելափայտի ընդհանուր ծավալը նախատեսված 40000 է, այսինքն մենք դեռ բավականաչափ թափուկներ ունենք, ես հասկանում եմ այնտեղ քաղաքացիները չեն ցանկանում ավելի խորը գնալ անտառ, փորձում են այդ ներքևի հատվածում հավաքել, բայց կներեք մոտեցումը եւ բալանսը
անտառ պահպանման աշխատանքների եւ թափուկների հավաքագրման պետք է լինեն հստակ։ Մենք չենք կարող բոլորին թույլատրել միայն ներքևի հատվածում հավաքել, նաեւ ձեր լսած որոշ դժգոհություններին ավելացնեմ, որ կան նաեւ որոշ դժգոհություններ, որ պահանջում են մեր քաղաքացիները կամաթափալ ծառների հավաքագրման աշխատանքներ իրականացնել։ Սա ամենա ռիսկային կետերից մեկն է եւ շատ դեպքերում, եթե նույնիսկ մենք ունենք իրականում կամաթափալ, այսինքն ընկած ծառերի թույլտվություններ ենք տրամադրում, շատ ժամանակ վերահսկողության, ծառաբեռնվածության պատճառով մեր ուշադրությունից վրիպում են եւ նոր անտառներ եւ նոր ծառներ են ուղղակի մարդիկ կտրում եւ հետո դա ներկայացնում որպես ծերացած եւ ընկած ծառներ։ Հետեւաբար այստեղ վերահսկողությունը կարծում եմ մենք էլ ավելի պետք է խստացնենք։ Սյունիքի մարզում, ինչպես նշեցի արդեն, այդ ընդհանուր մեր պատկերացած համակարգը գործում է, դեռ բարեփոխումները տեղ ունեն, բայց մյուս մարզերում կարծում եմ նույնական ձևով պետք է էկոպարեկային ծառայության ամբողջական վերազինումից հետո շարունակենք։ Դեռ առնվազն 40%-ի չափով մեր ծավալները դեռ լրացված չեն, ասենք քաղաքացիները կարող են դիմել եւ հավաքագրումներն անել։ Ես նաեւ հիշում եմ, որ կային դժգոհություններ, որ որոշ մարզերում ցանկանում էին ավելի շուտ թույլտվությունների կամ թափուկների հավաքման աշխատանքները ավելի շուտ կազմակերպել։ Մենք այդ որոշումը նույնպես ընդունել ենք եւ արդեն աշնանսկզբից մինչեւ խորոձմեր ժամանակահատվածում թույլատրվում են, այսինքն կարճաժամկետ հնարավորություն չի տրվում բավականին, այսինքն մի քանի ամիս ժամանակա, որ մեր հայրենակիցները կարող են մտնել թափուկները հավաքել։ Շնորհակալություն, շատ կարևոր որոշում է հաշվի առնելով, որ աշնանային արդեն խորը աշնանշրջանում անտառներում ճանապարհներ ավելի անանցանելի են անձևների տեղումների պատճառով եւ շատ կարևոր եւ հարմարավետ որոշում է կայացել փայտով ջեռուցում իրականացնող մեր հայրենակիցների մասով։ Շնորհակալություն պարոն նախարար զեկույցի համար, շնորհակալություն հարգելի գործընկերներ։